Եթե ձեր որդին ձեզ անհանգստություն է պատճառում, անպայման 3 օր շարունակ այսպես աղոթեք. Սա այն բանն է, որ յուրաքանչյուր մայր կարող է անել իր որդու համար։ Խնդրում եմ, արեք սա 3 օր, ձեր անհանգստությունը վերածելով Աստծո միջամտության նրա ճակատագրում։ Տեր, ես իմ որդու անունը գրել եմ քո ափերի վրա։ Այսօր ես չեմ խնդրում, որ նրա կյանքում ամեն ինչ հեշտ լինի։ Ես քեզանից խնդրում եմ ավելի կարևոր բան՝ քո առաջնորդությունը։ Փակիր այն դռները, որոնք չպետք է բացվեն։ Եթե կա ճանապարհ, որը գրավիչ է թվում, բայց տանում է կործանման, աղաչում եմ քեզ, այնպես արա, որ նա չկարողանա գնալ այդ ճանապարհով։ Թող նա զզվանք զգա թունավոր հարաբերությունների հանդեպ։ Թող նա անհանգիստ զգա իրեն կեղծ ու վտանգավոր ընկերների կողքին։ Տեր, խնդրում եմ, հեռացրու նրանից մեղքի համը, որպիսի նրա սրտում խաղաղություն լինի միայն այն ժամանակ, երբ նա քայլում է ճիշտ ճանապարհով։ Խնդրում եմ քեզ, իմաստություն պարգևիր նրան այս ստով լի աշխարհում։ Տուր նրան կարողություն առաջին հայացքից ճանաչելու նրանց, ովքեր ուզում են օգտագործել իրեն, եւ նրանց, ովքեր իսկապես կարող են առաջնորդել նրան դեպի լույսը։ Երբ նա կանգնի կյանքի խաչմերուկում, նույնիսկ եթե ամբողջ աշխարհը նրան հրի դեպի անդունդի եզրը, աղաչում եմ քեզ, դուրս համիր նրան վտանգից։ Տեր, ցավալի է խոստովանել, բայց ես պետք է ասեմ, մոր ձեռքերը չափազանց կարճ են, որպիսի հասնեն նրա յուրաքանչյուր վաղվան։ Բայց դու իշխում ես ամեն ինչի վրա եւ կարող ես ղեկավարել նրա ամբողջ կյանքը։ Այսօրվանից ես այլևս իզուր չեմ անհանգստանա նրա համար։ Ես պարզապես նրան հանձնում եմ քեզ, որովհետև գիտեմ այն երեխային, ով քո ձեռքերում է, ոչ ոք չի կարող խլել։ Խնդրում եմ, 3 օր շարունակ վերադարձեք այս աղոթքին։ Դուք կտեսնեք, երբ համարձակվեք փակել նրա համար կեղծ ճանապարհը, Աստված շատ շուտով նրա առաջ կբացի ճշմարիտ ճանապարհը, հավատով եւ սիրով լի։ Գրեք, ամեն։ Թող Տերը պաշտպանի եւ օրհնի ձեր որդուն, որպիսի նրա կյանքը լցված լինի լույսով եւ ուրախությամբ։ Կիսվեք այս աղոթքով գոնե մեկ մարդու հետ, որպիսի ծնողական աղոթքի զորությունը երբեք չմարի։